ունեցանք նախաձեռնված քերական վարույթ, ունեցանք դատի տրված անձ։ Պարոն Ահաբեկյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի խոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին օրինակ օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիա ռիսկ է տեսնում եք, թե սա Եվ դուք ստացել եք այդ պարգևավճարները։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։ Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ պարզաբանումներ տրվել են։ Թվում նաև վարչապետ, խնդրում եմ մի ընդհատեք։ Ես խոսքը իմ տրված պարզաբանման մասին չի, ես նշում եմ, որ պարզաբանումներ տրվել են, այդ թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից ես որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քերական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քերական օրենսգրքի։ Բայց խնդրահարույցը նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այն դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատորողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Ինչքան է գնահատվել եւ դուք մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ այս մասով որևէ բան չեմ կարող ասել։ Պարոն Ահաբեկյան, ձեր ելույթին հետևելով ես հասկացա, որ ժողովուրդ հերթով իմ հարցին կպատասխանեք, դուք անձամբ ստացել եք պարգևավճար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու առաջիկայում, երբ որ մենք ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ, բարձ հասանելի կտեսնեք այդ ամենը։